Բարև ձեզ սիրելի ունկնդիրներ, եթերում սպասված հանդիպում հաղորդաշարի հերթական թողարկումն է։ Թողարկումը սկսելուց առաջ ես դիմում եմ մեր այն ունկնդիրներին, Փակ TV հեռուստաընկերության այն ունկնդիրներին, որոնք դեռ չեն հասցրել բաժանորդագրվել մեր ալիքին, խնդրելով նրանց ընդամենը սեղմել զանգակոճակը եւ բաժանորդագրվել Փակ TV հեռուստաընկերությանը եւ շարունակել դիտել մեր հետաքրքիր հաղորդումներն ու թողարկումները։ Այսօր մեր զրուցակիցն է, մեր սպասված զրուցակիցն է հոգեբան, հոգեթերապևտ Մերի Խաչատրյանը։ Բարև ձեզ, Մերի, եւ շնորհակալություն, որ ձեր աշխատանքային առօրյայից ժամանակ եք գտել եւ եկել եք մեր տաղավար։ Բարև ձեզ, Մանուկ ջան, շնորհակալ եմ հրավերի համար։ Մերի ջան, մենք այսօր խոսելու շատ թեմաներ ունենք եւ կարծում եմ, որ այսօրվա մեր այսպես ասած հոգեխառնված իրականության մեջ ես ինչու ձեզ հրավիրեցի մեր տաղավար նախ ինձ համար որպես մարդ դարձյալ մեր հաղորդաշարի կոնտեքստից ելներով սպասված զրուցակից եք, որովհետև բավականին լայն գործունեություն ծավալող հոգեբան եք եւ հոգեթերապևտ։ Կարծում եմ հոգեբաների պակաս այսօր մեր հանրության մեջ կան, բայց մեր հանրությունը սա մի այլ թեմա է, նաև շատ հաճախ չի դիմում հոգեբանների, ինչ որ նախապաշարմունքներից ելնելով, ինչ որ կարծրատիպերից ելնելով։ Բայց կարծում եմ, որ մեր հանդիպումները եւ մեր այս հանդիպումը կօգնի շատ ու շատ մարդկանց, որպեսզի կոտրեն իրենց մեջ այդ կարծրատիպերը եւ հոգեբանին դիմելը, հոգեթերապևտին դիմելը նրանց համար չլինի ինչ որ մի սարսափելի ամոթալի բան կամ ինչ որ խարան։ Ես ուզում եմ այսօր մենք խոսենք ինձ համար շատ մտահոգիչ մի թեմայի շուրջ, էլի իհարկե թեմաներ կան, ամուսնալուծությունների խնդրի մասին կուզենայի խոսել, որովհետև ամուսնալուծությունները մեր իրականության մեջ այսօր ցավոք սրտի շատ տարածված իրողություն են։ Սարսափելի շատ են ամուսնալուծությունները, ընտանեկան խնդիրները, կոնֆլիկտները։ Ինչի՞ց է դա ըստ ձեզ, որպես հոգեբանի եւ որպես հոգեթերապևտի կուզենայի ձեր մասնագիտական պատասխան ախտորոշումը եւ նաեւ օգնեք մեր ունկնդիրներին, որոնք գուցե նաեւ ունեն այդ խնդիրը, որպեսզի այդ խնդիրները չլինեն։ Իրականում ամուսնալուծությունները լինում են տարբեր պատճառներով, բայց հիմնականում գլխավոր եւ ամենակարևոր պատճառներից մեկը այն է, երբ որ մարդիկ իրար չեն սիրում։ Իսկ ինչ է նշանակում սիրել, շատ հաճախ մարդիկ շփոթում են այդ բառը, մտածում են սիրել ու այնուհետև մարդուն ձևավորել այնպես, ինչպես որ իրենք են ուզում, բայց նման բան գոյություն չունի։ Սիրել անվերապահ սիրով, ինչ է դա նշանակում, սիրել մարդուն այնպես, ինչպես որ կա, առանց փոխելու, երբ որ դու սկսում ես մարդուն փոխել, ձևափոխել, դիմացինը սկսում է արդեն քո համար փոխվել, բայց իրականում ինքը դավաճանում է ինքը իրեն։ Իսկ երբ որ մարդուն դու սիրում ես այնպիսին, ինչպիսին որ կա, ու նաև թույլ ես տալի քեզ լինել այնպիսին, ինչպիսին որ կաս, այստեղ ամեն ինչ փոխվում է ու շատ հեշտ է արդեն ապրել այս կյանքով։ Ու երբ որ մարդիկ սիրում են, նրանք նստում են ու իրար հարցնում են. Ինչ ես ուզում։ Ինչի համար է մարդիկ բաժանվում։ Շատ վիրավորանքներ լռելով, վիրավորանքների մասին չխոսելով, լուր տանում են այդ ամեն ինչը բեռը ու հետո ժամանակի ընթացքում այդ բեռը մեծանում է ու արդեն էլ չեն կարողանում։ Ու երբ որ դու լռում ես, դու սկսում ես արդեն հեռվանալ։ Մեկը մյուսից սկսում են հեռվանալ։ Իսկ երբ որ նստում եւ խոսում են, ասում են արի պարզաբանենք, արի հասկանանք, ինչն է խնդիրը։ Ու հարաբերությունները դա ինչ է։ Հարաբերությունները դա համաձայնություն է, պայմանավորվածություն է։ Այսինքն մարդիկ նստում են ու ասում են ում ինչ է պետք։ Քաղաքացիական պայմանագիր է, հա։ Այո։ Ես սա եմ սիրում, ինձ համար այս կետերն են կարևոր։ Ու անգամ կարող են զույգերը շատ հոգեթերապևտիկ տեխնիկա կա, գրում են իմ կատարյալ ամուսինը, իմ կատարյալ կինը ու գրում են թե այդ ամեն ինչը ինչպես են պատկերացնում ու փոխանցում են թղթերը մեկը մյուսին
Եվ արդեն սկսում են փորձել դրան համապատասխանել։ Ու հավատացեք, այնքան པարզ բաների մեջ է այդ ամեն ինչը թաքնված։ Այսինքն շատ բան պետք չի մարդուն երջանիկ լինելու համար։ Ամեն ինչ արդեն կա։ Ու երբ որ մեկը մտածում է, որ դու պարտավոր ես, նկատել եք, որ ամուսնությունից հետո եւ մինչեւ ամուսնություն ամեն ինչ անում են իրար համար։ Ամեն ինչ ծառայում են, նվերներ են անում, ուշադրություն են տալի, ջերմացնում են, այսինքն այդ բերքը ամեն օր իրանք ջրում են, ամեն օր հոգ են տալի։ Իսկ ամուսնությունից հետո ոնց որ հեքիաթներում գրվում է հեքիաթը վերջացավ, կարծես ամուսնությունից հետո այդ նույն հեքիաթը վերջանում է։ Մեղրամիսը վերջանում է, հա։ Ինչի համար։ Քաղցր օրերը վերջանում են, սկսում են կռիվները։ Մեր ջան, մի պահ ձեզ ընդհատեմ։ Այ դուք խոսում եք մի քիչ շատ այդպես իդիլիկ հովերգական ինչ-որ իրականություն ստեղծեցիք, կարծես թե ինձ համար այնպես հափշտակված լսում էի ձեզ, հետաքրքիր, բայց ախր իրականության մեջ ամեն ինչ չի էլի, որ այդպես գեղեցիկ է, չէ՞, ինչպես դուք կամ ես կուզենայի, որ լիներ։ Այսինքն, այսօր մտնում ես իրական կյանք, այսօր մտնում ես անձնային հարաբերությունների դաշտ, դու տեսնում ես, ասենք, թե քո օրինակով, թե քո լսած օրինակներով, ինչպիսի բարդ ու խրթին հարաբերություններ են, չնայած ես ձեր մեջ հավանեցի մի հատկանիշ, որ որպես հոգեբանի, որ ասում եք բարդ բան չկա, այդ բարդությունը արհեստականորեն չէ, մենք ենք մեր մեջ ստեղծում եւ այդ բարդությունները մենք պիտի մեր մեջ նաեւ բնականորեն կոտրենք, որովհետեւ դրանք արհեստական են եւ հետո կտեսնենք ինչքան թեթև ենք ապրում, ինչքան հանգիստ եք ապրում, շատ լավ փիլիսոփայություն է, շատ լավ ճանապարհ է։ Բայց բոլոր դեպքերում գալիս է իրական կյանք, նյութական փոխհարաբերությունների մեջ։ Մենք բոլորս ապրում ենք նյութական, չէ՞, իրակ առավոտից արթնանում ենք, մտածում ենք ոնց շատ փող աշխատենք, ոնց անենք, որ մեր նյութական բարեկեցությունը, նույնը նաև ընտանիքներում։ Եվ ասում են, որ շատ ու շատ խնդիրներ, մանավանդ հիմա այս սոցիալական սրված իրավիճակում գալիս են հենց սոցիալական պայմաններից, սոցիալական վիճակից, այսինքն մարդիկ չեն կարողանում հասցնել, տղամարդը չի կարողանում կնոջ կարիքները հասցնի, բավարարի իր բոլոր հաճույքները, կինը սկսում է ինչ-որ ուրիշ տարբերակներ, կռիվ, ղալմղալ, այ դու սա չես բերում, այ դու սա չես անում, դու վատ մարդ ես, ու վերջանում է այդ ձեր ասած այդ հեքիաթը։ Այդ մեղրամիսը վերջանում է, չէ՞, պայթում է։ Հիմա միգուցե սրա մեջ է մեկ, միգուցե էլի բաներ մատնանշեք, ինչից է սա այսպես էլի, թե պիտի մարդիկ այնքան հոգու վեհություն ունենան, որ այդ ամեն ինչը դնեն մի կողմ, ասեն ոչինչ, սոխ ու հաց կուտենք, բայց իրար սիրում ենք։ Կա արտահայտություն, որ սերը ապրում է 3 տարի, բայց իրականում սերը ծնվում է հենց այն ժամանակ, երբ որ մարդիկ հիասթափվում են իրարից։ Ինչի համար, որովհետև մինչև դա երևակայություններով են, իլյուզիաներով, խաբկանքներով են ապրում, որովհետև ես այսպիսին եմ ուզում կամ պատկերացնում եմ նրան, որովհետև երբ որ դու մարդուն սիրահարվում ես, ոչ մի հատկանիշ դու չես տեսնում իրականում։ Վատերը մի կողմ ես դնում ու տեսնում ես միայն լավը։ Ու հենց քո պատկերացում հենց սկզբում է, բայց երբ որ այդ ամեն ինչը արդեն ավարտվում է, դու հիասթափվում ես, ու ինչ ես տեսնում, տեսնում ես արդեն իրական մարդուն, ու երբ որ այդ հիասթափությունից հետո նոր սկսում ես այդ մարդուն սիրել։ Ինչի է դա ավարտվում, հարգելի մեր։ Որովհետև այդ խաբկանքները երկար չէ կարող տևել։ Վերջի վերջո, չէ։ Չէ, եթե սերը ես հասկանում եմ, եթե սերը ես հասկանում եմ այնպիսի ամուր հիմք, որը ոչ մի քամի, ոչ մի փոթորիկ չի կարող կործանել։ Իսկ եթե սեր չի, մի թեթև զեփյուրը, մի թեթև քամիկը անգամ կկործանի, որ քամին էլ չի, քամիկը կկործանի, այսպես։ Իրականում սերը եւ հարաբերությունները երկու կողմանի, այսինքն ինքը ծափի նման է։ Առանց երկու ձեռքի ծափ չի կարող լինել։ Այսինքն հարաբերությունների համար երկուսն է պետք է աշխատեն։ Իսկ այս կյանքում ամենադժվար եւ ամենաբարդ բանը դա հարաբերություններն են։ Ինչի համար, որտեվ երբ որ մարդիկ հանդիպում են մեկը մյուսին, ու դու այդ ժամանակ հոգիդ բացում ես քո դիմացինի առջև, ու իրականում դու արդեն տեսնում ես այդ մարդու մեջ այն, ինչ որ կա քո ներսում։ Քո նյարդերի վրա ազդում է այն հատվածները, որը դու քո ներսը չես ընդունում կամ թույլ չես տալիս քեզ։ Ու այդպես, երբ որ դու սկսում ես արդեն քո ներսը նայել, հասկանալ ինչ է ինչի, ինչ պետք է իմ վրա ես աշխատեմ։
Ու ամուսնությունից հետո ոչ թե մենք արդեն փորձում ենք իրար ավելի լավ ասել, ջերմացնել, այլ ամեն ինչ փոխվում է։ Դու պետք է այսպես անես, դու պետք է այնպես անես, ու երբ որ մենք խոսում ենք պետք է տեսանկյունից, պետք է շատ դժվար է բավարարել, անգամ հնարավոր չէ, որովհետև երբ որ կինը օրինակ պետք է ճաշ պատրաստի, գուցե սառն է մատուցում կամ մի բան ինչի դուր չի գալիս, ու այդտեղ սկսում են կռիվները։ Իսկ երբ որ հասկանում ես ոչ մեկին ոչինչ պարտավոր պարտական չէ, բայց անում է նա, դու սկսում ես այդ ամեն ինչը գնահատել, դու սկսում ես շնորհակալություն հայտնել, իսկ այս կյանքում ինչքան դու շնորհակալություն ես հայտնում, շնորհները շատանում են, իսկ ինչքան որ դու դժգոհում ես, դժգոհություններդ են ավելի շատանում։ Այն լավ մուննաթը չէ, որ ասում են, չէ, ինչքան շատը չէ մեր իրականության մեջ իրար վրա լավ մուննաթ են գալիս, իրար վրա լավ հոխորտում ենք եւ դրանով հանդերձ ինքնահաստատվում ենք, հա, երևի շատ ու շատ դեպքերում։ Դու այս կյանքում ամեն ինչ կարող ես անել։ Ամեն ինչ։ Ու չկա ճիշտ ու սխալ։ Ուղղակի ինչ որ անես, դրա համապատասխան էլ պատասխան ես տալու։ Այսինքն, եթե ես դժգոհեցի, ես բողոքեցի, դու ամեն ինչ կարող ես, տեսեք, կա նաև մի ծուղակ, որ ոչ մեկին ոչինչ պարտավոր չի, բայց եթե ես ուզում եմ իմ տունը որ մաքուր լինի, բնականաբար ես պետք է մաքրեմ։ Եթե ես ուզում եմ համեղ ուտել, բնականաբար ես պետք է համեղ ճաշեր պատրաստել։ Ոչ թե արդեն պարտավոր եմ, այլ ես ուզում եմ, դա ինձ պետք է եւ ես դա անում եմ սիրով։ Մեր ջան, ձեզ դիմում են, ասենք, ամուսնալուծված զույգեր, ասենք։ Եվ հատկապես ուզում եմ այսօր հասկանանք եւ մեր ունկնդիրների համար էլ ավելի պարզորոշ դարձնենք, այ ինչ խնդիրներով են ավելի շատ այսօր ձեզ դիմում։ Ամուսնալուծությունների խնդիրներով են դիմում, ինչ որ այլ եւ այլ խնդիրներով են դիմում, եւ դուք կարողանում եք նրանց բացատրել եւ կարողանում եք նրանց բերել ինչ որ մի հանրագումարի, որից հետո նրանց կյանքում սկսվում են դրական փոփոխություններ։ Իհարկե, տարբեր իրավիճակների համար դիմում են, իսկ եթե ամուսնալուծված իրավիճակ է ու մարդիկ գալիս են, որ վերականգնեն հարաբերությունները, միակ կարևոր հարցը, որ ես նրանց տալիս եմ, դուք իրար սիրում եք։ Եթե նրանք իրար սիրում են, շատ բարդ հարց է, գիտեք, շատ բարդ է։ Ինձ համար բարդ հարց է։ Ես նախ կհարցնեի, իսկ ինչ է սերը։ Սերը այն է, ինչ որ մարդուն ընդունում ես այնպեսին, ինչպեսին որ կա։ Ու մինչև սիրելը մարդուն, իսկ արդյոք դու քեզ սիրում ես։ Եվ հենց այդտեղ է մեղքը գտնվում։ Այդտեղ շատ հավանեցի։ Արդյոք դու քեզ սիրում ես, չէ՞։ Այսինքն եթե դու քեզ չսիրես, դու չես կարող սիրել ինչ որ մեկին։ Ու իրականում ասում եմ, որ սերը սկսվում է հարգանքից, ճիշտ է։ Եթե չհարգես, չես կարող սիրես։ Չես կարող սիրել։ Այսինքն, եթե արժե համակարգը հիմա եթե տվյալ դեպքում ես ձեր արժե համակարգը չընդունեմ, ես չեմ կարող ձեզ հարգել ու էլ չեմ ասում արդեն սիրո մասին։ Իրականում նարինջները մանդարինների հետ չեն լինում։ Մենք միշտ ընտրում ենք մեր նման մարդկանց։ Ու ոչ թե ասում են մենք տարբեր ենք, մենք իրար չհասկացանք, այլ դու հենց ընտրել ես քո նման, քո տիպի մարդու։ Ուղղակի չկարողացար այդ հարաբերություն ու հարաբերությունը դա աշխատանք է։ Այսինքն հարաբերություն դա չի նշանակում մենք դրախտում չենք գտնվում։ Ամեն ինչ հեշտ ու պարզ ու ամեն ինչ հեշտ չի։ Մենք պետք է աշխատենք դրա համար, ջանք պետք է թափենք։ Ով ասե որ հեշտ է։ Հեշտ չի, բայց կարևորը անհնարին չի։ Բայց այդ ամեն ինչը մենակ այն ժամանակ կլինի, երբ որ երկու կողմերը նստում են, խոսում են, որոշում են, որտեղ հարաբերությունը դու ոնց որ բույսը ամեն օր ջրում ես, ամեն օր հոգ ես տանում։ Եթե դու ամեն օր հոգ չտանես դիմացինիդ այդ հարաբերությունների համար, ոչինչ չի լինի։ Այ դուք ասեցիք, որ դու փնտրում ես քո նմանին, չէ՞, բայց այստեղ մի ուրիշ բան է բացահայտվում, դրա մասին էլ եմ իմացել, այսինքն լիքը դեպքեր ես ինքս գիտեմ, որ մարդիկ խենթի պես սկզբնական շրջանում են, մեղրամսի շրջանում, իրար սիրել են, իրար գուրգուրել են, իրար փայփայել են, ել չգիտեմ ինչեր են իրար արել եւ այլն, բայց հետո այդ փուչիկը պայթել է ու պարզվել է, որ դա փուչիկ է։
Հետո սկսվել է իրական դաժան, բայց իրական իրականությունը։ Այսինքն պարզվել է, որ դա ընդհանրապես հրապուրանք է, միգուցե դա սեր չի եղել, միգուցե դա եղել է ինչ-որ մակերեսային ճանաչողություն, եւ միգուցե նաեւ ամուսնալուծությունները դրա հետևանքն են, որ մարդիկ իրար խորապես չեն ճանաչում, միգուցե նաեւ կրթական խնդիր կա այստեղ, հոգեվերլուծական խնդիր կա այստեղ, որ մարդիկ ի սկզբանե մինչեւ ամուսնական ածյան հասնելը բավարար չափով պատրաստված չեն լինում այդ կյանքին, այդ ածյանին, այդ կյանքի այդ էտապին, գիտելիքներով, հոգեբանությամբ եւ այլն եւ այլն։ Իրականում բոլոր ուզում են լինել երջանիկ։ Ահա, որն է երջանկության մեխանիկան, հարգելի Մերիջեն, ֆիլմի նման։ Իրականում երջանկության մեխանիկան հիշում եք, չէ՞։ Բայց իրականում դու ապրում ես հենց այն սցենարով, որը կա քո ներսում։ Այո։ Ու մեզ վրա ազդում են տարբեր գիտակցական շերտեր, մակարդակներ։ Այսինքն, եթե ես իմ կյանքում տեսել եմ իմ ծնողները կամ ինչ-որ կին տղամարդ, ինչպես են ամուսնության ժամանակ, ինչ-որ վատ իրավիճակներ եմ ես ականատես եղել, ես այդ ամեն ինչը պահում եմ իմ ուղեղի ներսում ու հետո հենց ապրում եմ այդ սցենարը, կամ եթե քո կյանքում տեսել ես, որ քո ծնողները վիճել են ու ինչ-որ կյանքում լիքը բաների հետ չես համակերպվել, չես ընդունել ու սկսել ես նրանց քննադատել, որ դուք լավ ծնողներ չեք, դուք լավ մայր չես, դու լավ ամուսին չես, ու հետո դու ապրում ես հենց այդ նույն սցենարը ու ավելի շատ վատ տեսքով։ Այսինքն ամուսնալուծությունների պատճառները տարբեր են, տարբեր ճանապարհներ են, տարբեր իրավիճակներ են, բայց այս իմ ասած կետը դրանցից մեկն է։ Կամ ամուսնանում են ու մարդիկ վերցնում են տարբեր դերեր։ Այսինքն կինը տղամարդու համար դառնում է մայր, կամ կինը կամ երեխա, որտեղ դերեր կան։ Կամ կինը փնտրում է իր հորը, այսինքն այն ցուցակը, որ հայրը պետք է իր համար աներ, այդ ամբողջ ցուցակը բողոքները ինքը ուղղում է դեպի իր ամուսինը։ Իսկ ամուսինը իբր շատ է կարողանում իր դերը տանի, մի հատ է իր հոր դերը տանի։ Շատ դժվար է իրականում։ Այսինքն, երբ որ ընտանիքում դերերը փոխվում են, շատ բաներ է փոխվում։ Ու հարաբերություններում կինը պետք է լինի իր դերի մեջ, իսկ տղամարդը իր։ Իսկ երբ որ դերերը մեկը հայր է լինում, մեկը մայր է լինում, մեկը երեխա է լինում ու տարբեր, այսինքն քաոս է դառնում։ Այսինքն ամեն մարդ պետք է լինի իր դերի մեջ։ Իրականում շատ դժվար է, բայց երբ որ դու ճիշտ մասնագետի հետ ես հանդիպում, այդ դերերը ամեն ինչ դնում ենք իր տեղերը, գնում ես հանգիստ ապրում ես քո կյանքը։ Ու իրականում այս կյանքում ինչը որ դու չես գիտակցում, անգիտակցական մակարդակումը, այդ ամեն ինչը սկսում է քեզ կառավարել, քո կյանքը։ Իսկ երբ որ դու իրան բարձրաձայնում ես, դու արդեն սկսում ես այդ իրավիճակը հասկանալ, ինչի համար այս ամեն ինչը ինձ հետ եղավ, ես ինչ պետք է հասկանամ։ Ու իրականում ոչ թե այս կյանքում պետք է փնտրել մեղավորներ, այլ առաջինը քեզ հարց տաս, կամ վատ իրավիճակներ են լինում, անդադ քեզ հարց ես տալի, կամ մեղադրում ես, բոլորը մեղավոր են, ինչի պետք է իմ կյանքը սենց լիներ, ամեն ինչը անարդար է այս կյանքում, բայց երբ որ մի հատ ուղիղ կանգնում ես, արթնանում ես, աչքիդ բացում ես, հասկանում ես, որ աշխարհը քեզանից է սկսվում։ Ես ինչ պետք է հասկանամ, որտեղ որ դու զոհ ես, զոհը ինչ է, որ քո հետ են ամեն ինչը անում, ու իրականում զոհը դա ամենաուժեղ ագրեսորն է այս կյանքում, որտեղ իրան ամեն ինչ կարելի է, ինքը ոչ մի պատասխանատվություն չունի։ Իսկ երբ որ հասկանում ես մի րոպե, ես որտեղ եմ սխալվել, որտեղ շատ հեշտ է այս կյանքում եւ հարաբերություններում մատնանշես, որ դու ես մեղավոր, քո պատճառով եմ ես դժբախտ։ Կներեք, բայց այստեղ մի քիչ չի գալիս արդյոք խանգարելու մեր ոչ թե ասեմ ավանդական, այլ կարծրատիպային, դոգմատիկ մտածողությունը, օրինակ մեր ընտանիքներին որոշակի իմաստով ցավոք բնորոշ։ Այսինքն, եթե տղամարդը իրավունք չունի սխալ լինել, կինն էլ իր կապրիզների մեջ է, ասենք իր պատկերացրած, իր հոր տան, այսպես ասած, եղած պատկերացումներն ա բերում եւ չի ուզում հրաժարվի այդ պատկերացումներից։ Ու առաջանում է հակասություն։
Հիմա մենք փորձենք գտնել շանգլուխը այդ ամուսնալուծությունների, էլի, այսինքն ընդառաջ քայլ չկա, կամ դու պետք է սենց ապրես, դատապարտված ես, որտեղ եկել ես մեր տուն, տվյալ դեպքում թիրախը, հարվածային թիրախը ուղղում եմ տղամարդկանց կողմը, կամ պիտի դու չապրես կամ էլ եւ մարդիկ գուցե նաեւ ինչ որ երկակի իրականության մեջ են ապրում, երկակի ստանդարտների, չսիրելով, որովհետեւ այդպիսի դեպքեր եմ իմացել, ասենք կինը հետո ինչ որ ձեն չի անում, բայց չի սիրել իր ամուսնուն։ Միգուցե կներեք, գանք մի քիչ ավելի անկեղծացման դաշտ, միգուցե անձնային ինտիմ հարաբերությունների խնդիր կա այս մեր իրականության մեջ, միգուցե դա ճիշտ ձևով չի կառուցվում եւ մարդիկ իրար չզգալով են այդ դաշտում էլ իրար չզգալով են շատ հաճախ ամուսնալուծվում։ Որն է պատճառը։ Իրականում բոլոր ձեր թվարկած պատճառները կարող են լինել ու դա նորմալ է։ Այն հատվածը, որ տղամարդը չի կարող սխալ լինել, իսկ կա այս կյանքում ինչ որ մեկը, որ անսխալական է։ Բոլորս ենք սխալ։ Բոլորս ենք սխալվում, բայց բոլորս ունենք հնարավորություն ուղղվելու, դառնալ ավելի լավը, որտեղ այս կյանքը հիմնականում դա առաջադրանքներ են, որ մենք վերափոխվենք, դառնանք ավելի լավը։ Ինչի համար այս բարդությունները, ինչի համար այս դժվարությունները, ինչի համար է ցավում մեզ այս կյանքում, որ ցավի միջոցով մենք ավելի որակով, ավելի լավ որակներ ունենանք։ Իսկ ինտիմ հարաբերություններում գուցե եւ կունենան խնդիրներ, ու դա նորմալ է, բայց ունեն, բայց չեն դիմում նաև, չեն բանանում բարձրաձայնում եւ դա մնում կուտակվում է եւ պայթում է ինչ որ միտեղ։ Հենց ինձ սկզբում ես ասացի, որ հարաբերությունում, երբ որ մարդիկ իրար սիրում են, նստում են, խոսում են դրա մասին, ու պետք չի ոչ մի բանի մասին լռել։ Սկսեք խոսել։ Իսկ շատ մարդիկ էլ կան, որ երբ որ դու խոսում ես, բարձրաձայնում ես, մարդը չի լսում, հակառակ հարցակվում է։ Ինչի համար, որտեվ մանկությունում դրան թույլ չեն տվել արտահայտել իր էմոցիաները, իր հույզերը, թույլ չեն տվել, որ խոսի, որ լացի։ Ու իր համար, երբ որ կինը բարձրաձայնում է, այն ցավը, որ ինքը մանկությունում ապրել է, ինքը նորից վերապրում է։ Քանի որ չի կարողացել այդ խնդրի հետ այդ տրավման ինքը աշխատի իր ներսում, իր համար այդ ամեն ինչը վտանգ է։ Դրա համար ինքը փորձում է փախնել այդ ամեն ինչից։ Բայց հավատացեք, յուրաքանչյուր հարց կարելի է ընդամենը նստել, խոսել, պարզաբանել, հասկանալ ու գնալ առաջ։ Ու այս կյանքում բոլորս ունենք ընտրության հնարավորություն։ Ու Աստված յուրաքանչյուր մարդու տվել է ազատ կամք։ Դու ես որոշում։ Դու ես որոշում քո կյանքը, քո ճակատագիրը։ Մտել ես ինչ որ ընտանիք, տեսել ես, որ քո տան մշակույթը այլ է, նրանցը այլ է ու չես հարմարվում, դուրս արի։ Պետք չի տանջվել կամ եթե չես սիրում, ինչի համար, հիմնականում պատճառը նրանումն է կայանում, որ ինքը իր կյանքում դեռ իրան չի ռեալիզացրել, բայց վաղ թե ուշ այդ ձնագնդիկը ինքը մեծանալու է։ Ու մի օր գալու է կանգնի, որ արդեն այդ ամեն ինչին ինքը ուշադրություն չդարձնի ու ասի, որ ես էլ չեմ ուզում։ Բայց քանի ուշ չի, բայց դա չի էլ նշանակում, որ ամեն մի հատ քամից, մի հատ փոթորիկից պիտի բաժանվես։ Դրա մասին չի խոսքը գնում։ Ու դու ես ընտրել։ Ես համաձայն եմ, եթե լինի վերլուծություն, եթե լինի այսպես մի հատ ներկայացում է վերջերս դուրս եկել, ամուսնավերլուծություն։ Այդ եթե լինի այդ ամուսնավերլուծությունը, համաձայն եմ ձեզ հետ, շատ ու շատ խնդիրներ կկարգավորվեն։ Բայց դա մեր ձեռքերում է։ Բայց շատ հաճախ մարդիկ գնում են ամուսնավերլուծության, թե դրան խանգարում է այն դոգմատիկ մտածողությունը, որ ես ոնց վերլուծեմ իմ կյանքը։ Եվ խնդիրը իմ ասածը վերաբերում է թե տղամարդկանց, թե կանանց։ Այսինքն մարդիկ չեն մտածում, որ կարելի է ինչ-որ մի երևույթ, սխալ, կռիվ, հակասություն, կոնֆլիկտ վերլուծել ու վերլուծման ճանապարհով հարթել։ Ընդհակառակը, իրանք մնում են իրենց դիրքերում, իրենց խրամատներում։ Մեկը իր խրամատում է, մյուսը իր խրամատում է եւ սկսվում է նորից փոխհրաձգություն։ Չէ, դու ես սխալ, կրակում եմ քո վրա, չէ, դու ես սխալ, ես էլ քո վրա եմ կրակում, չէ, այդպես է լինում։ Եվ այսքան խոսում ենք, դուք շատ լավ բաներ եք ասում, իմ կարծիքով, ես ուշադրությամբ ձեզ լսում եմ, բայց դեռ
կլինեն մարդիկ, որոնք այդպես էլ չեն հասկանա, կասեն, ինչ խոսել, դե խոսում ենք էլի, բա հիմա նա իր էշնակշում, կոպիտ ասած, ժողովրդական խոսքով ասած, ես էլ իմն եմ ասում, ես տղամարդ եմ, պիտի ինձ լսի, կինը պիտի հպատակվի տղամարդուն, չէ, այդ մտածողությունն էլ կա մեր իրականության մեջ, բայց հիմա նաև մի այսպես հոգեբան կա, որը ասում է, չէ, դա դոգմատիկ մտածողություն է, ենթարկվել ես որ նա, ենթարկեցնել ես որ նա պիտի դա բնականon ճանապարհով լինի, դա ճիշտ ճանապարհով լինի, մարդիկ իրար արժև չեն կարողանում բացվել բոլոր իրականություն, նույնիսկ այդ ինտիմ դաշտում այնպիսի դոգմաներ կան, որ մարդկանց խանգարում են, որ ավելի ճիշտ իրար հասկանան, իրար ընկալեն, այդ ընկալումների դաշտը չկա, այդ ձգողականությունը չկա, դրա համար ամուսին իր կյանքով, կինը իր կյանքով, ասենք հիասթափված, չգիտեմ, ճաշ է փում, հազիվ երեխեքին է պահում, ոնց որ տաժանակրություն լինի տվյալ դեպքերում ամուսնությունը։ Բայց դա ընտրություն է։ Դու ես ընտրում։ Ես ընտրում եմ տաժանակրություն, հա, այդ էլ ընտրություն, ամեն ինչն էլ ձև է, չէ, ոնց որ ասում են ժողովրդական խոսքով։ Իրականում երջանկությունը եւ տառապանքը դա ընտրություն է։ Դու ես ընտրում լինես երջանիկ, թե դժբախտ, որովհետեւ երբ որ դու ունես ուզում ես միշտ դժբախտես, որտեվ գումար չունես։ Ու հետո գումար ունես, բայց չես կարողանում ճիշտ ծախսել ու էլի ես դժբախտ։ Մարդ երեխա չունի դժբախտ է, երեխա ունի էլի է դժբախտ, որովհետև հոգնում է, որտեվ ամեն ինչ դժվար է, ու իրականում դու ես ընտրում այդ երջանկությունը եւ դժբախտությունը։ Ու եթե ասում ենք օրինակ կինը էս իր համոզմունքին է, տղամարդը իր, էս ընդհանրապես առաջադրանքներ են, որ դու պետք է հասկանաս, ու եթե դու չես հասկանում, ու այդ կնոջդ կամ ամուսնուն ասում ես տեսություն, իրականում, երբ որ դու փախնում ես, մեկը դու ուր է գնաս, էլի նման մարդու ես հանդիպելու։ Այսինքն փոխում է, ինչու՞։ Որովհետև դա առաջադրանք է, դու մարդու չհանդիպել։ Ես, այսինքն տեսնելով այդ վատ օրինակը, կներեք, ես ուզում եմ ավելի ճիշտ եւ ավելի իմ պատկերացումներին հարիր մարդու հանդիպել եւ հասկանում եմ, որ այդ տվյալ պատկերացումների հարիր մարդու հետ հնարավոր չի ապրել, ուղղակի անտանելի է, ամեն օր պիտի կռիվ անեմ, ամեն օր պիտի ասեմ, չէ, այս ամանը սենց դիր, ինքը պիտի ասի սենց, այսինքն որ փոքր դետալներից էլ է, չէ, սկսում հակասությունը, չէ, անգամ ինչ որ բան է, մարդիկ իրար վրա սկսում են ազդել, որպես հոգեբան երևի դուք ավելի լավ կբացատրեք։ Եվ ես փնտրում եմ ինչ որ այլ իրականություն, այդ իրականությունը փնտրում եմ այլ մեկի մեջ։ Կարող ես փնտրել մեկի մեջ, բայց իրականում դասեր են, որ դու պետք է անցնես, այսինքն եթե այս մարդուն դու չհասկացար խնդիրը, մեկը մարդը փոխվում է, քեզ թվում է, թե դու այլ մարդու ես ընտրել, բայց իրականում գալիս է կյանքում տարիներ անց, դու էլի նորից նույն խնդրի հետ ես առաջան հանդիպում։ Ու երբ որ անկեղծ նայում ես այդ հարցին, դու իրոք տեսնում ես, որ անընդհատ նույն խնդրի առաջ ես դու կանգնում։ Ու ինչ որ մի բան կա, որ դու պետք է հրաժարվես, այսինքն մենք մեր կյանքում ինչ որ հաստատումներ ենք դրել մեր ներսում, որ այս կյանքը այսպես պիտի լինի։ Սա է ճիշտ ու հենց այս ձև պետքա լինի, ուրիշ այլ կերպ չի լինելու։ Ու քո կյանքում գալու են կետեր ու իրավիճակներ, որ փլուզվելու են։ Քո բոլոր այդ երևակայությունները փլուզվելու են ու քեզ ցույց են տալու, որ դա այդպես չի։ Կարևորը ես իմ ճշմարտությունն ունենամ, կարևորը ես իմ ձևաչափերը ունենամ, չէ, բայց օրինակի համար դա պարտադիր չի, որ դիմացինս ամեն դեպքում ապրի այդ բաներով։ Եթե հա ես համակերպվեմ, ասենք ես օրինակի համար, որպես տղամարդ, որ իմ կողակիցը պիտի լինի իմ պատկերացումների շրջանակում, եւ իմ պատկերացումների շրջանակից մի քայլ անգամ դուրս չլինի, դա շատ բարդ խնդիր եմ ես իրան առաջարկում, բայց կարող է նրա մոտեցումները լինեն ինչ որ հարցերում տարբեր, չէ, բա ուր մնաց սերը, ուր մնաց ձեր այդ ասածը, որ պիտի մարդը նման մեկին փնտրի։ Այսինքն եւ եթե խոսելով էլ չի հաջողվում այդ ամեն ինչը կարգավորել, ուրեմն դե երևի թե նախնական շրջանը գուցե շատ լինի, մինչև նախահամուսնական շրջանը գուցե պետք է մի քիչ շատ լինի, ավելի լավ է ճանաչեն, ոնց որ ժողովուրդն է, չէ, ասում մարդիկ, որ հետո նոր մտնեն ամուսնական ացիան, հետո նոր գնան ԶԱԳՍ, կոպիտ ասած։ Իրականում մարդը իրան ամբողջ կյանքում չի ճանաչում։
Որ մնաց դիմացինին կարող է Հասկանում եմ, ճանաչել։ բայց գոնե ընդհանրական ինչ որ գծերի, ինչ են ասում մեր իրականության մեջ, չէ՞։ Այ ընտանիքներին լավ գիտենք, ընտանիքներին լավ ենք ճանաչում, այս ընտանիքում sense բաներ։ Միգուցե էդ էլ է օգնում, չէ՞, ասենք այդ բայրը, որ ասենք ես այս Արմենենց ընտանիքը լավ գիտեմ, դրա համար Արմենենց ընտանիքը, ասենք, իրանց աղջկան էլ իմացել եմ ինչ բնավորության տեր է մոտավորապես, հետևել եմ այդ երեխու հասունացման process-ին եւ դրա համար կարող եմ արդեն երկար այսքանով ճանաչելով կարող եմ ազատ այդ աղջկան տուն բերել, չէ՞, այնպես հասկացողություն կա, չէ՞, մի քիչ դες կոպիտ է անցում, ոնց որ իրես բերում տուն էլի, չէ՞, ասենք դրա համար Միգուցե էդ էլ է նպաստում, այդ օրինակ ես մեր ավանդական մտածողության մեջ երբ տեսնում եմ շատ լավ բաներ, բայց երբ տեսնում եմ նաև բաներ, որոնք ավանդականի հետ, որտեղ ավանդական բառը ես չեմ մերժում, կապ չունի, ավելի շատ դոգմատիկ մտածողություն է, էլի, այն կարծրատիպային մտածողությունը, որ այ ես անպայման ուզում եմ, որ մերին իմ նման լինի։ Մերին իմ նման մտածի, հետո կխանդեմ, եթե հանգած ինչ-որ մի բան սխալ լինի, ինչ-որ մի բան, բայց այ գուցե դերից է սկսվում։ Մենք սկզբում խոսեցինք անվերապահ սիրո մասին։ Այո, այո։ Երբ որ ես օրինակ չգիտեմ ինչ, այդ սերը այդ ինչ բան է։ Հենց այնա որ ոչ թե ասեմ սերը այդ ինչ բան է, այդ ինչով է ուտվում։ Այն է, որ մարդուն ընդունում ես այնպես, ինչպես որ ինքը կա։ Ոչ թե որ ես ուզում եմ, որ դու ինպես լինես, այլ ես քեզ ընդունում եմ այնպես, ինչպես որ դու կաս, իսկ ինչի չես կարողանում ընդունել։ Այս պատկերացումները մերի ջան, թույլ չեն տալիս, որ ես ձեզ ընդունեմ, որովհետև ես ուզում եմ, որ դու անընդհատ մարդը էգոիստ է, չէ՞։ Ես ուզում եմ, որ ասենք մերին անընդհատ ինձ գովի, գովաբանի, փառաբանի։ Դրա համար մենք նստում ենք։ Շոյվում եմ ես դրանից։ Դրա համար մենք նստում ենք ու գրում ենք բոլոր այն կետերը, պայմանավորվում ենք, որ ես սիրում եմ, որ դու ինձ գովես, ինձ համար դա կարևոր է։ Բան է առաջարկում։ Այսինքն, այ ոչ թե որ ես ուզում եմ, որ դու այդպես լինես, այլ ինձ համար կարևոր է։ Ես է նայում եմ, ի՞նչ է քեզ համար կարևոր։ Ես որոշում եմ կայացնում այս պայմաններին, ես կարող եմ քեզ տալ այդ ամեն ինչը։ Եվ եթե այո, վերջ, գնում ենք արդեն ապրենք մեր կյանքը ու ամեն օր զարգանանք։ Ով ասե, որ ամեն ինչ իդեալական կատարյալ է լինելու։ Չկա նման բան։ Բոլորս ենք սխալվում։ Բայց ամեն անգամ այդ սերը ո՞րն է, հարաբերությունները ո՞րն են։ Դա չի նշանակում, որ կռիվներ չեն լինելու, կոնֆլիկտներ չեն լինելու են։ Բայց մենք նստում ենք, միասին խոսում ենք, միասին որոշում ենք։ Ուրեմն այսօրվա այս հարցի շուրջ, այս մեր օրակարգային առաջի հարցի շուրջ դուք առաջարկում եք խոսակցությունը, դուք առաջարկում եք այսպես պայմանագրային մոտեցումը, որպեսզի հնարավորինս, ես չեմ ասում, դուք երևի թե դուք էլ չեք ասի, որ ամեն ինչ դրանից հետո անխոչնդոտ կլինի, բայց գոնե ինչ-ինչ հարցեր պարզորոշ լինեն, որ մարդիկ կարողանան քայլել իրար կողք կողքի եւ հնարավորինս խուսափեն կոնֆլիկտային վիճակներից, որոնք կհանգեցնեն ամուսնալուծության։ Մերի ջան, իսկ բոլոր դեպքերում դա ամուսնալուծությունն, ամուսնական կոնֆլիկտները դրանք ստրեսն են։ Ստրեսները մեր իրականության մեջ երևի թե մեր ունկնդիրն էլ կուզենա ձեզնից որպես հոգեբան, որպես հոգեթերապևտ իմանալ այդ ստրեսների պատճառները, հիմնապատճառները որոնք են այսօրվա իրականության մեջ այնքան տարածված։ Ոնց անենք, որ մենք դուրս ենք գալիս փողոց, արդեն ստրեսների ենք հանդիպում, ստրեսները արդեն խփում են մեզ։ Ագրեսիաների, ստրեսների, հարվածների, նյարդային վիճակների, ինչ է այդպես, դա նաև վերաբերվում է ամուսնական կյանքին։ Ստրեսը հիմնականում այն ամեն ինչից է առաջանում կամ տառապանքը մարդու կյանքում, եւ որ դու չես ընդունում իրականությունը։ Ու սկսում ես կռիվ անել այդ ամեն ինչի հետ, դեմ ես գնում։ Այո։ Ու շատ դժվար է այս կյանքում, որովհետեւ անհնարին է պայքարել օվկիանոսի ալիքների դեմ։ Իսկ երբ որ մենք սովորենք այս կյանքում ընդունենք ամեն ինչ այնպես, ինչպես որ կա, որովհետև իրականում ամեն ինչ այնպես է, ինչպես որ կա, եւ ամեն ինչ լինում է այնպես, ինչպես որ պետք է լինի։ Ու երբ որ դու հասկանաս ու այդ Աստծո կերպարը քո ներսից անես, ու չկարծես, որ դու այս կյանքում ինչ-որ մի բան կարող ես վերահսկել։ Ամեն ինչ վերահսկողը վերևում կա։ Քեզ մնում է ընդամենը ընդունել այդ իրականությունը ու սկսել ապրել։
Մենք Բայց սիրում դու ենք անհաշտ ես այդ իրականության հետ, չէ՞։ Դրա համար է Քո տառապում ընտանեկան ես, դաստիարակություն, դու քո դրա համար դու տառապում անհաշտ ես։ ես, դու չես ուզում, որ իրականությունը այսպեսին լինի, դու չես ուզում, որ գները թանկանան։ Խնդիր չկա։ Կամ մեր կենցաղային իրականությանը, դու Ինչքան չես ուզում ես, ուզում, մի որ ուզի։ հա, բայց դու եթե տեսնում ես, որ դու տեսնում ես, որ դու դա չես ուզում, բայց իրականությունը այլ բան է թելադրում, ու իրականությունը քեզ հաղթում է այդ դեպքում, գները թանկանում են, մարդիկ քեզ հակասում են լայն իմաստով, մարդիկ անում են այնպես բաներ, որոնք քո ընկալումներին դեմ են, դու սկսում ես նյարդայնանալ եւ սկսում ես երևի ստրեսներ ապրել։ Բա հիմա ինչ անես։ Ոնց անես, որ այդ ստրեսները չապրես։ Ընդունել այնպես ինչպես որ կա։ Տեսեք, իրականում մենք ասում ենք ամեն ինչ վատ է, մենք անուններ ենք դնում։ Մենք առանձնացնում ենք լավը վատից։ Օրինակ, անձրև է գալիս։ Անձրևա, մարդիկ սովորեն այդ ջուրը, որ կաթում է, անձրև ենք ասում, չէ՞ իրան։ Ու երբ որ անձրևը գալիս է, օրինակ երեխա կա, ուրախանում է, գնում է ջրի մեջ, թավալ է գալիս, իր համար վայելում է։ Այն մեկը իր համար հանգիստ սուրճ է խմում, վայելում է անձրևի կաթիլները, մյուսը ջղայնանում է, որտեվ նոր հագուստ էր գնե, ու ամբողջը կեղտոտվեց։ Մյուսը ջղայնանում է, որտեվ խցանումներ են ու ինքը ուժանում է։ Բայց իրականում ինչն է խնդիրը, անձրևը գալիս է, դա երևույթ է, ու մենք ոնց ենք իրան արձագանքում, ոնց ենք արձագանք տալի, դա արդեն մեզանից է գալիս։ Եթե դու չես ընդունում ու բարկանում ես, դու սկսում ես ջղայնանալ, տառապել, ստրեսի մեջ ընկնել։ Բայց երբ որ ամեն ինչ ընդունում ես այնպես ինչպես որ կա, դու ազատվում ես տառապանքից։ Ուրիշ տարբերակ չկա։ Դու ամեն ինչ կարող ես անել։ Այ որպես հոգեթերապևտ։ Այսինքն ինչու՞մն է կանում ձեր հոգեթերապիան, այսինքն ձեր, չասեմ հիվանդներին, բայց ձեզ դիմողներին։ Դուք ինչպես եք կարողանում հանել բարդ, ծանր, հիվանդոտ հոգեբանական վիճակներից։ Տարբեր ձևերով, բայց եկեք մի հատ ես ձեզ ձեր աշխատանքային գովազդը, այո։ Սեղմեք ձեռքից մի քիչ մոտիկ, հիմա սկսեք պայքարել ու սեղմեք ձեռքս։ Առաջ։ Հա, թույլ չեմ տա դուք Չէ, թույլ սերի ներկայացուցիչ եք։ Պատկերացրեք այն ամեն դժվարությունները, անարդարությունները, որ կան ձեր կյանքում։ Այո, Սեղմեք, տեսեք ինչ է լինում։ Դեպի ձեզ։ Հա, ինչ եք զգում։ Դիմադրություն ձեր կողմից, դուք եք սեղմում, Ու անհանգստություն է, չէ՞, ձեր կյանքում։ Որոշակի, այո, անհանգստություն, ահա։ Իսկ հիմա եկեք ընդհանրապես դրեք ձեր ձեռքը, թող մնա։ Վայ, ինչ հրաշալի վիճակ է։ Հասկացաք։ Հրաշալի է, Ու ներդաշնակություն։ երբ որ դու սկսում ես պայքարել, դու կորցնում ես քո հանգստությունն ես կյանքում։ Դու սկսում ես ընդհանրապես տառապել։ Բայց ես ապրում եմ, ես պայքարում եմ։ Պայքարի, բայց երբ որ դու դեմ ես գնում, քո ներսը, քո ներաշխարհն է ընդհանրապես փլուզում։ Ամեն ինչ մեկը նույն ձևով է։ Ինչ որ բանի դեմ չգնանք, Մերի ջան։ Ինչի օրինակ։ Իմ պատկերացրած իմն եմ ասում, որտեղ մարդիկ դե սուբյեկտ են, սուբյեկտիվ են։ Իմ պատկերացրած անարդարության դեմ, իմ պատկերացրած սխալ քայլի դեմ, ստի դեմ, կեղծիքի դեմ, այնքան բաներ կան, որ ասենց հիմա թվարկեմ, չգիտեմ, մի հատ գիրք կգրվի։ Չգնանք այդ ամեն ինչի դեմ։ Իսկ դուք ձեր հետ արդար եք։ Դուք ձեր հետ անկեղծ եք։ Իմ պատկերացումներով այո։ Ինքս ինձ գոնե չեմ խափում։ Իրականում, եթե դու տեսնում ես այս կյանքում անարդարություն, այո, դաժանություն, այո, ու լիքը ցավ, այո, իրականում այդ ներսում, քո ներսում կա այդ ամեն ինչը։ Ու այս կյանքում շատ ավելի հեշտ է վազել այդ խնդիրները լուծելու հետևից գնալ, քան լուծես քո ներսի խնդիրները։ Այսինքն դուք առաջարկում եք ավելի շուտ ես լուծեմ իմ ներսի խնդիրները, ձեր դրանով իմ ներսը, պայքարը կդառնա ավելի հեշտ արտաքին խնդիրների շուրջ, հա։ Որովհետև տեսեք մարդիկ կան ասում են գնանք, փրկենք, բուժենք մարդկանց, ու երբ որ դու սկսում ես բուժել ներսում ինքդ քեզ, դու տեսնում ես, որ այլ փրկության ու բուժելու ոչ մեկի կարիք չկա։ Շատ կնայեն քեզ քո օրինակը կտեսնեն ու կբուժվեն։ Աշխարհը սկսվում է քեզանից, ու աշխարհը այն է, ինչ որ կա քո ներսում։ Երբ որ դու բուժվում ես, քո ներսը ամեն ինչ կարգին է, դու ընդհանուր ներդաշնակ ես ինքդ քո հետ, դու արդեն այդ էներգիան տարածվում է։ Ու մարդիկ արդեն քո կողքը լինելով, մեկը մյուսին արդեն փոխանցում է։ Իսկ երբ որ մենք գնում ենք պայքարի անարդարության հետևից, շատ հեշտ է, որովհետև մեր ներսը թողել ենք այդ դատարկությունը։
Իսկ երբ որ դատարկությունը լրացնում ես ինքդ քեզանով, ու երբ որ քեզ թույլ ես տալիս ուղղակի ապրել, ինչպես ժամանակին քիչ մնաց Հիսուսի օրինակը բերեի, ինչպես Հիսուսն էր, չէ, իր օրինակով իր հետևից տանում, գուցե դա օրինակ էր, չէ, իր անձնային օրինակով եւ այլն, բայց նա էլ էր պայքարում, որոշակի պայքար կա, բայց ավելի շատ երևի թե քո պայքարը կդառնա հեշտ, եթե դու ավելի շատ ինքդ քո դեմ պայքարելով ինքդ հասնես կատարելության, հա, ինչպես ձեր թույլ եմ տալիս եզրակացնել, էլի ձեր մտքի ընդհանրացումներ կատարեմ ձեր լավ մտքերից, ձեր ներքին մարդուն ավելի կատարելագործելով, ավելի ձեր ներքին մարդուն ավելի այսպես ճիշտ եւ ավելի լուսավոր դիրքերում պահելով։ Ես ճիշտ հասկացած ես թե ոչ։ Ճիշտ փիլիսոփայեցի թե ոչ։ Իրականում մեր կյանքի ամենամեծ թշնամին դա մենք ինքներս ենք։ Աստված ասեց՝ սիրիր թշնամուդ, ես հնազանդվեցի եւ սիրեցի ինքս ինձ։ Որովհետեւ բոլոր այն մտքերը, բոլոր այն տառապանքը, որ կա, դա մենք ինքներս ենք ստեղծում։ Ու իրականում ամեն ինչ կա այս կյանքում, եւ լավը կա, եւ վատը կա։ Ու չկա ինչ-որ մի բան, որ այս կյանքում ավելորդ է։ Ու երբ որ ընդունենք մեր ներսում եւ բարին եւ չարը, մենք մտածում ենք, որ այդ չարը վատ բան է ու պետքա մենք հեռու մնանք իրանից։ Բայց մենք ինչքան հեռու ենք մնում, այդ վատը մեր հետևից գալիս է։ Իսկ երբ որ ընդունում ես, որ այո, ես կարող եմ լինել եւ բարի, եւ չար։ Ես կարող եմ լինել եւ նախանձ, եւ կամեցող, կարող եմ լինել եւ արդար, եւ անարդար, եւ դա նորմալ է։ Ոստեղ չի նշանակում, որ դու հենց այդ ես։ Դա նշանակում է, որ դու կարող ես լինել։ Ու երբ որ քո ընդունում ես լավ եւ վատ կողմերը, դու դառնում ես ամենակարող։ Ու էլ չես պայքարում քո ներսում, որովհետեւ երբ որ ինչ որ մի վատ բան քո ներսում չես ընդունում, դու սկսում ես կռիվ տալ մարդկանց հետ։ Ինչի համար է մեր նյարդերի վրա դիմացին ազդում, որտեվ այդ ամեն ինչը մենք ինքներս մեզ արգելել ենք եւ չենք ընդունում մեր ներսում, որ դա կա։ Եթե մեր նյարդերի վրա ազդում է, ուրեմն խնդիրը մեր ներսում է։ Իսկ երբ որ մեր ներսում ընդունում ենք եւ մեզ թույլ ենք տալի ուղակի ապրել, մարդիկ ընկնում են իր տեղել, ոչ մեկ քո նյարդերի վրա չի ազդում։ Պարզ է։ Հետաքրքիր թեմա է, կարծում եմ, որ հետագայում էլի կհանդիպենք եւ խոսենք ձեզ այդ շատ կարևոր հոգեբանական խնդիրների շուրջ, որոնք իմ կարծիքով կհուզեն մեր ունկնդրին, կկարևորի մեր ունկնդիրը լսելով ձեր հոգեբանի, հոգեթերապևտի կարևոր եւ արժեքավոր խորհուրդները։ Իդեպ ես մեր հարգելի ունկնդիրներին ասեմ, որ Մերի Խաչատրյանի հետ մենք նաեւ մտածում ենք մի հոգեբանական հաղորդաշար ստեղծելու մասին, միգուցե դա լինի հաղորդաշար առողջապահական, այսպես ֆորմատի մեջ, նաև հոգեբանական խնդիրներին տեղ տվող, որովհետև այսօր ցավոք սրտի մեր հանրությունը ունի շատ ու շատ հոգեբանական խնդիրներ, որոնք շատ դեպքերում թաքցվում են, շատ դեպքերում ջերի երես են դուրս գալիս, բայց կարծում եմ, որ եթե Մերի Խաչատրյանը հաստատի իմ ասածը, այդ ամենի մասին պիտի խոսել, բարձրաձայնել, որպեսզի խնդիրները բարձրաձայնելով հաղթահարվեն, չէ՞։ Երևի թե ճիշտը դա է։ Այնպես որ այսօր դուք մեր սպասված զրուցակիցն եք, շնորհակալություն ձեզ, որ եկաք։ Ինչպես ասում են, այսքանը թողնենք, որ մեր ունկնդիրը մարսի ու հասկանա, ընկալի եւ սպասի մեր հաջորդ հանդիպմանը։ Շնորհակալություն։ Եթերում սպասված հանդիպում հաղորդաշարի հերթական թողարկումն էր եւ մեր տաղավարում էր հոգեբան, հոգեթերապևտ Մերի Խաչատրյանը։ Ես դիմում եմ մեր այն սիրելի ունկնդիրներին, ովքեր հետևում են Փակ TV հեռուստաընկերության հաղորդումներին, թողարկումներին, բայց դեռ հանգամանքների բերումով չեն հասցրել բաժանորդագրվել Փակ TV հեռուստաալիքին, խնդրում եմ ընդհանրապես կատարել մի թեթև գործողություն, սեղմել զանգակ կոճակը եւ բաժանորդագրվել Փակ TV հեռուստաալիքին։ Շնորհակալություն, կհանդիպենք։